կարճ պատգամ ունեմ ձեր համար, փառք Աստծուն այսօրվա համար մեր մեջ նոր մարդիկ կան, ովքեր որ առաջին անգամ են մեր մեջ մի հատ ոտքի կանգնեք, մենք ձեզ ողջունենք, էլի, մի համաչեք, համարձակ, փառք Աստծուն ձեր համար, ծափ տանք, բարի գալուս, լավ տեղ է չէ եկել, որ ասում են լավ տեղ է, բա, այո, փառք Հիսուսին, ընտեղ ով էր, ովքեր առաջին անգամ են, մի հատ ոտքի կանգնեք, Տերը օրհնի բոլորիդ, փառք Աստծուն ձեր համար, լավ տեղ է, ամեն, բարի գալուստ, ամեն կիրակի, ամեն շաբաթ մենք ծրագրեր ունենք, միացեք թիմին, Տերը օրհնի ձեզ, հալելույա։ Այսօր նաև միաբան աղոթելու ենք փրկության աղոթքը, պատրաստ ենք, չէ՞։ Բոլորս այսօր բոլորս դառնալու ենք երկնային քաղաքացիներ։ Ինչևէ, քանի որ հարության մասին ենք խոսում, ես մի հատ ոտանավոր եմ գրել, միշտ էսի կարդում եմ, կկարդամ, հետո նոր կանցնեմ խոսքիս։ Հարություն։ Ուզում եմ կիսվել ձեզ հետ միասին, իմ քույր և եղբայր, հարության մասին։ Հարությունը դա լոկ մի բառ չէ կամ ինչ որ անուն, որ մենք դնում ենք մեր զավակներին։ Իմաստը խորն է հարություն բառի։ Զորություն ու կյանք կա այդ անվան մեջ։ Նրա թշնամին մահն էր ահավոր, որին վերջ տվեց Տերը զորավոր։ Հարությունով իր հաղթեց նամահին և այն պարգևեց հավատացողին։ Սիրելիներս, մի եղեք երբեք դուք սադուկեցի, որ կասկածում էր հարուցյալ կյանքին։ Թող կասկածանքը քեզ չպարուրի, ինչպես Թովմասն էր կասկածանքով լի։ Իմ խորհուրդս քեզ, կասկածիր դու քեզ, կասկածիր նաև քո կասկածանքին, հավատքով մտիր Տիրոջ խոսքի մեջ, որ նա պատվիրեց։ Երանի նրանց, ովքեր չտեսած, ինձ հավատում են։ Հիշիր, որ մի օր ուզես թե չուզես, թողնելու ես այդ մարմինը թողին, հագնելու ես դու հարուցյալ մարմին, և կգնաս դու երկինք փառավոր, հները անցան, ամեն բան նոր է, ձեռքերը պարզած ուրախ ժպիտով, անսահման սիրով, սպասում է քեզ փրկիչդ փառավոր, էլ լաց չես տեսնի, ոչ մի տառապանք, ոչ սրտի կսկիծ, ոչ հիվանդություն, ոչ մի փորձություն էլ չի լինելու։ Դու կմոռանաս վշտերդ անհամար, էլ տրտում երես դու չես լինելու, արցունքները քո նա է սրբելու, իսկ փոխարենը խաղաղություն է քեզ նվիրելու, իր արդարություն է քեզ հագցնելու, դեմքիդ ժպիտ է նա միշտ տեսնելու, այսպես միասին դու և փրկիչդ պիտի վայելեք կյանքը հավիտյան, ամեն։ Փառք Հիսուսին, սա հարության մասին, հիմա մի քիչ էլ ուզում եմ կիսվեմ սիրելիներս, լավ, Տերը հարություն առավ, բայց որն է մերը, ինչ ունենք մենք անելու, որն է մեր շահը, ամեն, որովհետև ամեն բան շահի մասին է խոսում, այդպես չի, այո, աստվածպաշտությունն էլ մեծ շահավաճառությունն է, այսօր մի քիչ դրա մասին, երեկ Հոլանդում եմ խոսացել, այսօր մի քիչ դրա մասին կխոսամ, առաջինը նախ մենք գիտենք, որ ինչ է ավետարանը, սիրելիներս, ամեն, ավետարան մենք ունենք, Տերը մեզ պատվիրեց, որ գնալ և քարոզել ավետարան, ավետարանի հիմքում գիտեք որն է, հարությունն է, սիրելիներս, ամեն, մահ և հարությունը Քրիստոսի, դա ավետարան է, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 1-ից 4 խոսքերը Պողոս այսպես է ասում, եղբայրներ, ես իմացնում եմ ձեզ այն ավետարանը, որ ավետարանեցի, որ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, շարունակությունը, որ փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել, շարունակությունը, որովհետև ես առաջուց անտվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, որ Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ ինչի, գրքերի համեմատ, շատ կարևոր է, գրքերի համեմատ, և թաղվեցավ և երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ, շարունակությունը 5-րդ խոսքը, և հետո երևցավ Կեփասին, Սիմոնն էր, են ուրացող Սիմոնը, հետո բոլոր 500-ին, 500-ից ավելի, այսինքն սիրելիներս, ինչ է ավետարանը սիրելիներս, դա քարոզել ավետարանը ծխել խմելը չի սիրելիներս, մահ և հարությունը Քրիստոսի, ծխել խմելը դա տխուր լուր, այս մարդը գերված է, դու իրան ասում ես մի արա, իրան տխուր լուր ես տալիս, ուրախ լուր չես տալիս, ուրախ լուրը այս է, որ մարդը մեղավոր է,
Այս շատ կարևոր է մարդուն հասցնես այս ենթագիտակցության մեջ, որովհետև մեր հայերը գիտես, չէ, սուրբ ծնվում են, էլ սուրբ մեռնում են, ոչ մեկ մեղ չի գործել, որ խոսում ես, հա, բայց իրան գիտեն, սիրելիներս, կեղծավորությունը ամեն մարդն էլ իր խշմտանքով գիտի ինքը որ մեղավոր է, աթեիստն էլ նույնիսկ գիտի դա, այո, թեկուզ ինքը Աստծուն չի հավատում, շատ աթեիստներ իրանց պատմությունը վերջում կարդում ես, օրինակ Լենինը, գիտեք ինչ արել իր կյանքի վերջում, աթոռներից ա ներողություն խնդրել, որովհետև իր խշմտանքը դա էր, որովհետև ինքը հասկացավ ինքը մեղավոր է, բայց չէր կարող վերև բարձրացնել, ներքև աթոռներից ա ներողություն խնդրել։ Ինչևէ, փառք Հիսուսին, ամեն, ինչ ունենք, որն է մեր գործը, բարի լուր տանել, ավետարան քարոզել, աճ եւ ձախ։ Մի վախեցի սիրելիներս, քարոզի ավետարան։ Մի հատ էլ սենց ուղում անեմ, նոր անցնեմ խոսքին։ Շատ դեպքերում տեսնում եմ Facebook-ում աճ ու ձախ բոլորը գրում են, հենց հարություն եկավ, բոլորը վկա են դառնում։ Ես վկա եմ, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Սիրելիներս, ճշտում է սա, ուղում է։ Իհարկե մենք էլ ենք միգուցե սա սխալ խոսքեր են։ Սիրելիներս, մենք ոչ թե վկա ենք, մենք հավատում ենք, ամեն, որովհետև դու չես կարող վկան գիտեք ինչ է։ Սա իրավաբանական տերմին է, վկան նա է, որ այդ վայրում է եղել։ Այ առաքյալները իրանք ասում են, մենք վկա ենք, հա, իրանք տեսան 500-ից ավելին, իրանք վկա են, ամեն։ Նույն Պետրոսը վկա էր, բայց հետո առաջի Պետրոս 5-րդ առաջի գլուխ 8-րդ խոսքում ինքը իր խոսքում գրում է այսպես, որ ասում է, որ դուք հասակ պատվական հավատքին, որն էր այդ պատվական հավատքը, որ ասում է դու իրան չեք տեսել, չէ, առաջի Պետրոս, առաջի գլուխ 8-րդ խոսքում, 7-8-րդ խոսքերում արդյոք, որ չտեսած սիրում եք նրան և նրան հավատացիք, թեև հիմա չեք տեսնում և ուրախ եք անպատմելի և փառավոր խնդությունով, հալելույա, չեն տեսնում, բայց հավատում են և ուրախ են, այս խոսքերը թող մեր սեփականությունը լինի, սիրելիներս, վերցրեք այս խոսքերը, ապրենք այս խոսքերով, ամեն, հալելույա, սիրելիս, քրիստոնեությունը մեռած կրոն չի, քրիստոնեությունը հարության վրա է կառուցված, ամեն, եթե հարություն չլներ կլներ մյուս կրոնների նման պատմություն, հիշում եք աշակերտները, երբ որ Տերը արդեն մեռավ, ինչ եղավ, աշակերտները գնացին, կարծես ոչ մի բան չէր եղել, 3 տարի ինչեր տեսան աշակերտները, ընդամենը մի օր Տերը չկա, չգիտեմ որտեղից ճարեցին էլի, Սիմոն, Պետրոս, բոլոր իրանց ձկնորսական, Տերը կորցրել էր, տարեպահել էր, բայց իրանք էլի փնտրեցին ու գտան, շատ դեպքերում մենք էլ ենք այդպիսին, ամեն, մի հոգի է այդպիսին, շատ դեպքերում այդպիսին է, չէ, մեկ էլ տեսար Տերը մեզ ուղարկում է մարդկանց որսորդ, մենք էլի մեր հին ձկնորսության զենքերը գտնում ենք, իրանք էլ այդպես, Տերը չկա, ինչ ասեց գնացինք ձուկ որսալու էլի, հին ձկնորսության, ու բոլորը միաբանվեցին ու գնացին, ու կարծես, եթե Տերը ասենք մի ամիս, 2 ամիս, արդեն ոնց որ այս իրական ուրացումը կլներ, բայց երբ որ տեսան իրական հարություն առած Հիսուս Քրիստոսին, սիրելիներս, ինչ կատարվեց իրանց մեջ, վերափոխում կատարվեց, ոչ մի բան չկարողացավ կանգնացրել իրանց, հա, նույնիսկ այդ ոնց որ գոռում են, չէ, 3 կինը որ անցան այստեղով, ու գիտեք, Պետրոսը, տեսեք, դարձավ այդ առյուծը դարձավ կատու, բայց հետո հարությունից հետո այդ կատուն դարձավ առյուծ, ասեմ ձեզ, նույնպես բոլոր աշակերտները, բացի Հովանեսից, իրանց կյանքով չեն մահացել, դա հարության զորությունն էր, դա իրանց առաջ տանում, սիրելիս, նույնիսկ Պետրոսը, ինչ ասեց, ես արժանի չեմ, ինքը գլխի վայր խաչվեց, դա այդ հարության զորություն էր, սիրելիս, եթե դա չլիներ, չէր կարա այդ ամենը լիներ, ամեն, և այն հոգին, որ Հիսուսին հարություն տվեց մեռելներից, մեր մեջ է բնակվում, ամեն, դա պիտի երևա ինձ իմ և քո կյանքում, սիրելիներս, հալելույա, առաջի Տիմոթեոս 3:16-ում ասում է, հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, ինչու, ես
կարդամ եւ այսպես էլ գիտեմ, Աստված հայտնվեցավ մարմնում։ Ամեն։ Աստված պաշտության խորհուրդը սա է։ Աստված հայտնվեց մարմնում։ Հետո ինչ եղավ, արդարացավ հոգով, երևցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատվեցավ աշխարհկումը եւ վերացավ փառքով, հալելույա։ Ցենե սա է Աստված պաշտության խորհուրդը։ Ինչ արեց իր վերջը եկավ իր գործողությունը արեց եւ վերջում փառքով վերացավ, սիրելիս, հալելույա, փառք Հիսուսին։ Այս ամենի համար որ ինքը արեց, դու քեզ պիտի գտնես սրա մեջ, սիրելիս, ամեն։ Դու Աստված պաշտության մեջ ես։ Որն է քո գործը սրա մեջ, ինչ որտեղ կա քոնը։ Քարոզվեց, ամեն, այսօր մեզ է տրված այստեղը։ Քարոզվեց հեթանոսներին, որ աշխարհը հավատա։ Մենք սրա մեջ բաժին ունենք, սիրելիս, հալելույա։ Ամեն, ամեն բաժին ունենք։ Ինչ կատարվեց, սիրելիներս, 2000 տարի առաջ։ Հիշում եք, ես անցած անգամ Զատիկին խոսում եմ, շաբաթ օր, ափսոս շատ-շատերը չգայիք, Զատիկին գայիք, լսեիք խոսք, օրնված էինք, օրնություն ունեցանք, ոտնալվա արեցինք, ինչու չեք մասնակցում, չգիտեմ, պատճառները դրեք մի կողմ։ Իրականում նայեք, այս 5 միշտ էլ այսպես է, 500-ը, տեսեք, 500 տեսան Հիսուսին, չէ՞։ Անցավ քանի օր, 10 օր։ Քանիսը տեսան Սուրբ Հոգուն, 380-ը բացակայ էին։ Լիքը գործեր ունեն իրանք։ Շատ քրիստոնյաների խորհուրդ խոսում եմ, գիտես, ասում եմ, երբ որ պարապ չլնեմ նոր։ Քիչ ամնում ինձ ինֆարկտ է։ Այսինքն պատկերացնում եք Աստծո գործերը հոգևորը երկնայինը, երբ որ պարապ չլնեմ նոր։ Պարապ են, հա։ Հա, պարապ լինեմ նոր կարամ էսի անեմ։ Ինչ ես մտածում, սատանան թույլ կտա իրան պարապ լինի։ Այնքան լուծ կդնի իր վրա, որ թույլ չի տա, երբեք թույլ չի տա սատանան։ Որտեվ ինքը պիտի ասի, ետից գնաս սատանա։ Հենց ասես, էլ պարապ կլնես, հաստատ իմացի, Տիրոջը ծառայելու։ Հարություն առած մարդիկ, սիրելիներս, իրանց միտքն էլ շատ կարևոր է, ես այսօր խորում եմ, երեք խորում եմ, գիտեք, մարդիկ շատ քրիստոնյաներ, իրանց միտքը դեռ հարություն առած չի, մնում է աշխարհիկ մտածելակերպ, մնում է աշխարհային վերին բաներ իրանք չեն կարողանում մտածել, իսկ խոսքը այստեղ ասում է, եթե դու արդեն հարություն ես առել, դու արդեն վերին մտածելակերպ ունես, Քրիստոս միտքը դու ունես, սիրելիս, ամեն, ոչ թե, ես չեմ ասում առօրյան պետք չի, սա պետք չի, նա պետք չի, բայց վերևից նայր, Եսայի 51:6-ն ասում է, աչքերդ բարձրացու վեր եւ վերևից նայ դեպի ցած, թող փոխվի իմ եւ քո մտածելակերպը, հոգեվոր մտածելակերպ ունենանք, ամեն, նայեք, աշխարհային մտածելակերպը, երբ որ դուք ասում եք, դուք հանցանքների մեջ մեռած եք, ինքը ձեզ կենթանացեց, շնորհքով փրկեց եւ հարություն տվեց եւ նստեցեց իր աջ կողմը, սա գրված է Եփեսացիս 2-րդ գլխում։ Նույնը գրված է ամեն նամակում Տերը ուղղում է ինձ եւ քեզ։ Հռոմեացիս 6:1-8-ում նույն բանն է խոսում։ Եկեք ապրենք հարություն առած կյանքով, ոչ թե գանք ծափ տանք, ձու ուտենք, սա անենք, նա անենք, կյանքը պիտի փոխվի մեր։ Ամեն ապրենք հարություն առած կյանքով, որ մարդիկ էլ տեսնեն, որ մենք իրոք հարություն առած կյանքով ենք ապրում։ Հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ 2 Կորինթացիս 5:15 ասում է, նա ամենի համար մեռավ, որպեսզի կենդանիներ լինողները ոչ միայն իրենց համար ապրեն, այլ նրա համար, որ մեռավ եւ հարություն առավ, այդպես է, չէ՞։ Այո։ Սա ում համար է գրված։ Ինձ եւ քեզ համար է գրված։ Իսկ առաջի Հովանես 5-րդ գլուխ 1:11-12 խոսքերը խոսում է ովքեր որ ունեն հավիտենական կյանքը եւ սա է հավիտենական կյանքը, նա որ որդուն ընդունած է, կյանք ունի, նա որ որդուն ընդունած չէ, կյանք չունի։ Մենք ընդունել ենք որդուն, թե չէ։ Ունենք, մենք ունենք մեր մեջ, ամեն հարուցյալ Քրիստոսը իմ եւ քո ներսում է, սիրելիներս։ Ապրենք այդ հավատքով, ամեն։ Փառք Հիսուսին։
Սիրելիներս, այնպես ապրենք, որ Քրիստոսը երեք է մահացել, հա, այսօր հարությունը առել եւ 1000 տարի հետո կգա թե երբ գա։ Վաղը, մյուս օր չէ, վաղը, ամեն։ Վաղը գալիս է, ամեն, հալելույա։ Հարություն։ Այսօր մի քանի դրական բաների մասին արագ խոսեմ, մեզ այդ բա ինչ է կատարվելու, ամեն, բա մեր հարությունը, ինչ է լինելու, սիրելիներս։ Իրականում նայեք, Տեր Հիսուս Քրիստոսը, ասեմ դառը ճշմարտություն, որ հասկանաք, նա միակն է, առաջնեկն է, անդրանիկն է, որ մեռելներից հարություն է առել։ Ամեն։ Հիմա դուք ասես Ղազարոս, Հայրոսի աղջիկ, նրանք էլի մեռան իրանք, սիրելիներս։ Ամեն։ Այսինքն մենակ Քրիստոսն է, որ հարություն է առել անապականացու մարմնով, հավիտենական մարմնով։ Մնացած դեռ այդպիսի դեպք չի եղել։ Խոսքն էլ է, ես կկարդամ կտեսնես։ Ամեն։ Բայց փառք Աստծուն մենք էլ կունենանք։ Խոսքն ասում է, սիրելիներս, չգիտեմ ինչ ալներ, երբ որ նա հայտնվեց, նրա նման ենք լինելու։ Ամեն։ Հավիտենական մարմին ենք հագնել։ Մի քիչ խոսամ սրա մասին ու կվերջացնեմ։ Արագ։ Դիմանում եք թե չէ։ Տերը նախ առակ մի հատ պատմեց։ Ղուկաս 16-րդ գլուխ 19-ից 31։ Ով կասի ինչի մասին է այս առակը։ Մոտավոր գիտեք թե չէ։ Խոսում է հարուստի եւ աղքատի մասին։ Հիշում եք այդ պատմությունը։ Հարուստի անունը չգիտենք, պետք է չի իմանանք, բայց աղքատի անունը գիտենք։ Ինչ էր։ Ղազարոս, այո, Ղազարոսը։ Ովքեր գիտեն այստեղը, կարդացել եք թե չէ։ Շատերը գիտեք, երևի չմեկնաբան չկարդամ։ Սա Տերն է խոսում, անձամբ Տերն է խոսում, որ ասում է երկու մարդ կային։ Օրինակ է բերում Տերը սա։ Ու մեկը հարուստ էր, ծիրանի էր հագնում, սենց առոք հայրեն ասած ապրում էր, այտենց չէ, փառավոր զվարճություն էր անում, սենց լավ ապրում էր իրան, ուտում խմում էր, եկուց պտի մեռներ, հա, բայց չգիտեր ինչ պտի գա իր գլխին, այսօր շատ-շատերս սենց, մենք հեսա կկարտամ է տեղեր, շատ-շատերս հավատում ենք, բայց հավիտենական կյանքին չգիտեմ ինչի չեն հավատում, լավ, ինչև է, մի աղքատ էլ կար, որի անունը Ղազարոս էր, ու ինքը, գիտեք ումից էր ուտում, ոչ թե ինքը իր կերակուր ուներ, գրված է, այդ հարուստը առաջ շանն էր կերակրում, եվրոպացի էր երևի, շունը ավելի էր, շատ հոլանդացիներին խոսում եմ, ասում երեխեքս լրիվ գնացել եմ, պրծել եմ, բայց լատո շներ ունեմ տուն, այնց ասում, ոնց որ շունը ավելին է, քան թե երեխեքը, այսպես բան է, մտածելակերպ ուներ։ Հիմա այս Ղազարոսը օգտվում էր նախ շներն էին ուտում, պրծնում, կշտանում էին, նոր Ղազարոսը ուտում էր շների ավելցածից։ Այտենց էլ ապրում էր Ղազարոսը։ Բայց ասեմ ձեզ, Ղազարոսը հոգով աղքատ էր։ Եվ գրված է Երանի հոգով աղքատներին, ինչու, որովհետև նրանցն է երկնքի առկայությունը։ Ուզենք, չուզենք, հարուստ աղքատ մի օր արծաթի թելը կտրվելու է։ Այդպես է թե ոչ։ Երեք Հոլանդում ասում է, արեք պատկերացնենք 100 տարի հետո։ Կարանք պատկերացնենք 100 տարի հետո։ Որտեղ ենք, երկնքում արդեն, վայելում ենք այնտեղ, ընենց անենք, որ բոլորս այնտեղ լինենք, մեկը անցնելու է, 100 տարին անցնելու է, ամեն, անցնելու է, այս սրա մասին մեկ խոսանք, խորենք։ Ինչև է, մենք տեսնում ենք այս պատմությունը, երկուսն էլ մեռան, գրված է հարուստը թաղվեցավ ու գնաց դժոխք։ Իսկ Ղազարոսը Աբրահամի գոքը։ Ու սկսում է խոսակցություն ու պատմություն, հա, նույնիսկ տեսեք, ով այդ հարուստը, իհարկե նայեք, հիմա դուք ասեք, եթե ես հարուստ եմ չեմ մտնի երկնքի առկայություն, կմտնես։ Բայց ես հավատում այստեղ հոգևոր իմաստ էլ կա, այս հարուստ մարդը ինքը գիտեք ամենաշատ ինչով էր հարուստ, իր եսով։ Եսով։ Որտեվ գնաց դժոխք այդ եսը չկորավ, գիտեք ինչ ասում։ Ասում էր ջրի կարուկ հələ արդեն էլ Ղազարոսը իր ծառան չի, մի հատ Աբրահամ ջան ասես Ղազարոսին մի բան բեր, էլի հրամայում, հələ այդ Ղազարոսին լասա մի բան թող բերի, էլի մի հատ ջուր քսի իմ։ Էլի իր եսը գործում էր։ Թե չէ։
Ինչևէ, բայց մինչև այս պատմությունը մի խորը բան կա, այս հարուստ մարդը մի բան հասկացավ, ինքը հայտնվել է այդտեղ, բայց ինքը եղբայրներ ուներ, որ հերթով առանց աստանովքի ստեղ են գալիս։ Հա? Եվ ինքը մի բան խնդրեց, ասեց, ես ընկա ստեղ, խնդրում եմ, գնացեք իրանց ասեն, որ չգան աստեղ։ Ուրիշ խոսքերով հայրեն ասեց, իմ եղբայրները ինձանից էլ հարուստ են, գնացեք աղքատացրեք իրանց։ Թե չէ, ինձանից հարուստ են ու իրանք հաստատ այստեղ են գալու, խնդրում եմ, գնացեք։ Այսօր մենք գործ ունենք անելու, սիրելիներս, ամեն 5 հարուստ աղքատացնելու, ամեն մեկս 5 հարուստ պիտի աղքատացնենք այս տարվա մեջ, կարանք թե չէ։ Գնում ես, թալանում ես, կողոպտում ես, աղքատացնում ես, սիրելիս, հալելույա։ Կարծում եմ հասկանում եք ինչի նկատի ունեմ, ամեն 5 հարուստ աղքատացնես, որ գնա, հարուստը խնդրեց, մեզի խնդրում է, ասում է գնացեք աղքատացրեք, արեք անենք, դժողքից կանչ, խնդրված կունի, եկեք լսենք, տանջանքի վայրում էր, չեր ուզում գար, անկեղծ, դարը ճշմարտություն, ինչքան բարեկամ ծանոթ ունենք, որ գնալու են հարուստի մոտ, թե չէ, կան, սիրելնես, կան, առաքելականի ծածկոցի տակ, սրա նրա ծածկոցի տակ գնալու են, լավ, ուզում եմ 5 կարևոր հատկանիշներ ասենք, ինչ է սովորացնում մեզ այս կամ առակը կամ այս պատմությունը։ Առաջինը, մայից հետո ինքնությունը պահպանվում է, տեսնում ենք, այո, ինքնություն, շատ հայերի մեջ փոխվում է, այն քանի անգամ լսել եմ, ինտերվյու են վերցնում, խոսում են, Կրիշնայից դա նույնիսկ անցել է մեր ազգը, ըննեց ուսմունքներ ունեն, մեկին խոսում ասում է, ես արդեն 15 անգամ եկե գնացել եմ, ոնց է եկե գնացել, ասում այն մի անգամ սրա մեջ եմ եղել, մեկ ասում է, ես չգիտեմ 8-րդ անգամ կատվի մեջ եմ ապրել, այն մեկն ասում է, ես շնի մեջ եմ, ոնց են ապրել, ոնց են հավատում դրանց, սատանայի սուտն է, սիրելիներս, ամեն, չկա, ոչ Կրիշնա, ոչ մի բան չկա, սիրելիս։ Երկրորդ կետը, կա անձերի ճանաչում, տեսնում եք, հա, հայրս մեջ ես հիվանդություն, որ խոսում ես չէ, ես մեռա իմ հոգին փուչիկի նման գնալու է, մեկա ոչ ճանաչում ես, ոչ մի բան, թե մենակ իմ մոտ է պատահում ես դեպքերը, ձեր մոտ որ, փաստորեն դուք չեք խոսում մարդկանց այդ ավետարանի խոսք, ես այդ հասկացա, քարոզեք, խոսացեք, որ սենց բաներ կլսեք իրանցից, հա, նույնիսկ բժշկական են բերում ապացուցում, որ բժիշկներն ապացուցում են մարդը մեռավ 3 գրամ պակասում է, հոգին ասում է, մեկը 3 գրամ է, ոչ մի բան իրանից չի ներկայացնում, սերես դա սատանայի սուտն է, ամեն անձերի ճանաչում կա, այդ փուչիկները իրար ճանաչում են կոպիտ ասած, չես սավառնելու, երրորդ կետը, արկա է հիշողությունը երկրային կյանքից, թե չէ, հիշողություն կար, չորրորդ, ներկայի գիտակցում կար, մեկը վայելում էր, մեկը տանջվում էր, և 5-րդ կար հստակ բաժանում, արդարների և անարդարների մեջ գրել եմ անդունդ, կա դա թե ոչ, որտև չես կարա, էլ անցնես, շատ դեպքում ես իմ ընկերներին առաջ որ ապաշխարում է, ասում եք հարություն կա, փրկում է, տերը եկավ մի անգամից հափշտակվել ենք, ասում էր Էմիլ ջան, մենք քո կողքը կլնենք, հենց հափշտակություն եղավ, քո ոտքերից կբռնենք, ասում է, ու քո հետ կգանք, ասում եմ չի գործվետի, միակն չեք հասցնի, ոտքերից կբռնենք, ասում է, Փիլիպեցիս 3-րդ գլուխ 7-11, Պողոս առաքյալն ասում է, ամեն բան, որ ինձ շահ էր, աղբ եմ համարում, ինչու, որպեսզի ճանաչեմ նրան նրա հարության զորությանը և նրա չարչարանքներին հաղորդ լինեմ, նրա մահվան կերպարանքը առնելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Սա օրինակ է ինձ և քեզ համար։
Մենք մտածում ենք սենց, ինքնաբերաբար սենց, երբ եղավ թեթևամտորեն ենք մտածում, սենես լուրջ պետք է վերաբերել։ Նաև կա լավագույն հարություն, հիշեք։ Մասնակից եղի լավագույն հարությանը, Եբրայեցիս թուղթն է խոսում սրա մասին, երբ որ խոսում է հավատքի մասին։ Լավագույն հարությանը մասնակից եղի։ Սա մասին ժամանակ չկա, հայտնության գրքում է շատ բաներ խոսում։ Հալելույա։ Այնպես որ այստեղ Պողոս առաքյալը ինչ էր անում, ասում է ամեն բան ես աղբ եմ համարում, ինչու համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, որ նրա հետ հաղորդ լինեմ, գնի մասին է խոսում, սիրելիներս, ժամանակ տրամադրիր, Փառք Հիսուսին։ Հիմա էլ գնանք Կորինթացիների 15-րդ գլուխ, մի քիչ էլ խոսամ, ինչ մարմնով, ոնց է լինելու, լավ, մեր վերջը ոնց է լինելու։ Ես մի անգամ պատմել եմ, ժամանակ ունենք լսելու։ Մի անգամ հիշում եմ, մի հատ ոստիկանի Հայաստան սկսեցի ավետարան քարոզել, բայց ուղարկեցի այն հարուստի մոտ։ Լավ, կարճ պատմեմ, ոչինչ, մի օր ժամանակ ունենք լսելու, պատմությունները լսվում է։ Թալինում ենք ծառայում, գնում ենք, մի հատ բուս էի տարել Գերմանիայից, գնում ենք թալինցիների, այսինքն ընդեղից, եկեղեցու անդամներին տանում ենք, Երևան ծառայության բերում ենք, բայց այն ժամանակները գիտեք, միլիցիաներները իրանց նպատակը փող պոկելն է, չէ, կանգնացնել փող։ Ոնց քշում են, դե իրանք մտածում են լիք 8 հոգանոց բուս էր, բայց 15 հոգի էին նստացնում ու գնում գալիս ենք, հա։ Ինչևէ, հենց տեսնում են, իրանց չեր հետաքրում խախտում, 20 հոգի տար աղբեր իմ բանը տուր, էլի, սենց էս էր իրան։ Երբեք մեկը չասեց, ես ինչ խախտում ես անում, այսքան շատ ժողովուրդ չի կարելի նստել, էլի։ Հա։ Ինչևէ, որտեղ նույնիսկ ասեմ ձեզ, առաջ ռազմական չէ, մեր բաներ, նախարարություններ կանգնած պրոշյանում են։ Դրանք էլ կանգնացնում են, իրավունք չունեն, բայց կանգնացնում, իրանք էլ են ուզում փող աշխատեն, ինչև է, հա, հիմա, որ մի օր էլ եկանք, հա կանգնացին, դե ես փող չեմ տա, իշնում եմ, խոսում եմ, բան եմ անում, աղբեր ասում եմ, փապաղ չեմ անում, ասում եմ, հավատացյալ են, գնում գալիս ենք վերջը մի տեղից պրծնում ես, մյուս հետ գալուց էլի հոգնացին, աշտարակում երբ որ անցանք էլի կանգնած է, շոքին սենց կայնել է, չգիտեմ, կարմրած մի հատ ոստիկան էր, երբ որ դոկումենտներ ուզես տվեցի ու սենց վերցրեց, նայեց, ու ես նույնը, աղբեր ջան, հավատացյալ եմ ասի, փապաղ չենք անում սենց, մի քիչ էլ ջղայնացած, արդեն խոսացի, բանման, ետի որ լսեց հավատացյալ ու նայեց, կարդաց մի քիչ վախ էր մեջ, ասեց, Էմիլ ջան, մեր վերջը ինչ ալնելու, որ ասես բռնեցի, ես էլ սկսում եմ քարոզել, նայում եմ իրան, մեր վերջը ինչ ալնելու, ովքեր որ արդար են, ովքեր սենց, լավ են, չգիտեմ ինչ, նայում եմ իրան, ինքը նայում է ինձ սենց, ասում եմ, ովքեր որ սենց բաներ են, կոռուպցիա են անում, ես են անում, գնալու են դժոխք, վառվեն կրակների մեջ, սենց, իսի վախիցով, առար Էմիլ ջան, քեզի ով է բան ասել, առ դոկումենտին, առ գնա, սենց տարա մի հատ այդ հարուստի մոտ վառվեց, սկի բան էլ, ջուր էլ չտվեցի, ատենց Էձևի ավետարան պետք չի քարոզել, սիրելիներս, ամեն, թեկուզ ինչ էլ կանեն, բայց մենք պիտի իրոք Քրիստոս քարոզենք, իրանք, առած էտ էլ դրա մեջ են, դրանից պիտի հանենք իրանց, հալելույա, լավ, արագ անցնենք, առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ, 12-րդ խոսքից կկարդամ, բայց եթե Քրիստոսը քարոզվում է, սա եկեղեցուն ասում, Կորինթացիների եկեղեցուն եկել էին տարբեր տեղից ու իրանց մեջ շատերը կային, որ չէին հավատում մեռելների հարությանը, այդպես է ասում խոսքը, ես հավատում եմ, մենք բոլորս հավատում ենք, ամեն թե չէ արարողություն ես ինչ որ անում ենք, բոլորս հավատում ենք, թե չէ, չկասկածես սիրելիս, կասկածի քեզ, բայց եթե Քրիստոսը քարոզվում է, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա, եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ չի հարություն առել, և եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն ունայն է մեր քարոզությունը, ունայն է ձեր հավատն էլ, ու մենք սուտ վկաներ կլինենք Աստծո, 19 խոսքից կարդամ, եթե միայն այս կյանքումը ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք,
Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Ինքը այստեղ է ննջածների առաջնեկն է։ Ննջածների առաջնեկը Քրիստոսն է։ Հալելույա։ Սերնես այս 19 խոսքը շատ արդիական է մեր ազգի մեջ։ Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Նայ, այսի մեր ազգի մեջ վտանգ կա։ Այստեղ չկա արդեն, այստեղ նիքսա չի հավատում ու վերջ։ Ինքը ոչ վստահում է, ոչ հավատում է Քրիստոսին։ Բայց մեր մոտ ավելի վտանգը ո՞րն է։ Ինքը հավատում է Քրիստոսին, բայց չի հավատում հավիտենական կյանքին։ Ես որ գնում եմ միշտ խոսցնում եմ այս հարցերը, ես հասկանալով նստում եմ դիտմամ տաքսի, խոսցնում եմ աղբեր ջան, հենց նստում եմ, չեմ գոռում, ես այն մարդուն ասում եմ աղբեր ջան, ես հավատացյալ եմ, իմ անունը Էմիլ է, ու ջանցի եմ սենց սկսում եմ խոսալ ու դռներ եմ բացում, սկսում եմ խոսալ ու քննեմ տենամ այս մարդը որտեղից է։ Ու 10-ից հիմնական 8-ը հավատում ասուն, 8-ը հաստատ հավատում ասուն, ու հիմնականը սա է սիրելիներս, որ Տիգրանիկս գուլպաչ ունի, որ ավարյա չտամ, ինչի հավատում ասուն, էլի, որ հաջողություն ունենամ, տես խաչը, տես են ուլունքը ունի կողքից կախած, տես ցույց է տալիս, բացում է բարդաչոկը, սրբերի նկարներն է ցույց տալիս ինձ, որ հավատք ունի, բայց այս ամենը կառուցված է այս կյանքի համար, այսինքն այս կյանքի համար եթե հավատում ենք, որ ավելի ողորմելի ենք, նույնիսկ աթեիստից էլ ողորմելի ենք, սիրելիս, ավելի ողորմելի ենք, եթե մենք այս կյանքի համար ենք հավատում։ Ասեմ ձեզ, դառը ճշմարտություն, այս կյանքի համար մի հավատա։ Եթե այս կյանքի համար ես մի հավատա, որովհետև դու գալիս ես ասում, սկսում ես քեզ խրատել, եթե էսա 70-նա, մի հավատա, կեր խմի քեֆ արա, մարդդ խոպանա, կոպիտ ասած, հա, ճիշտ է, երբ որ գալիս ես ասում, սկսում ես քեզ խրատել, ծեծել, էս մի արա, այն մի արա, այն մի արա, հա, այտենց է, չէ, ինչի եթե այս կյանքն է, մենակ սա է, վերջ, ինչ ուզեմ անեմ, դա ավելի ձեռնուտ է, ոչ սիրելիներս, բայց Քրիստոսը հարություն առել մեռելներից եւ մենք էլ ենք հարություն առնելու հավիտյան ենք ապրելու, ամեն, հալելույա։ Դրա համար էլ մինչև այդ կարդամ վերջի 15-րդ գլուխ այս խոս լավ քառ2-ից քառ 4-ը կարդամ ինչ է սպասում ինձ եւ քեզ քառ 1-ից լավ ուրիշ է արեգակի փառքը ուրիշ է լուսնի փառքը ուրիշ է աստղերի փառքը որովհետեւ մի աստղ մյուսից զանազանվում է փառքով այնպես էլ մեռելների հարությունը ուշադիր լսեք ինչ է լինելու մեզ հետ 5 դրական բաներ է լինելու սերմվում է ապականությունով հարություն է առնում անապականությունով սերմվում է անարգությունով հարություն է առնում զորությունով սերմվում է շնչավոր մարմին հարություն է առնում հոգևոր մարմին կա շնչավոր մարմին եւ կա հոգևոր մարմին էլ այսպես էլ գրված է առաջին մարդը Ադամը կենթանի շունչ եղավ երկրորդ Ադամը կենթանարար հոգի ու մնացածը տնային հանդարտություն տունը կկարդաք դուք հա ինչ է կատարում այստեղ եթե ես կարդացի ուշադիր լսեցիք տեսեք ինչ փոփոխություններ է սպասվում պատրաստ եղեք դրական փոփոխություններ ապականությունից անապականություն սիրելիներս ամեն էլ որ ուզես էլ չի ապականվի քո մարմինը սիրելիս հավիտենական մարմին է հագցնելու քեզ մահկանացուից անմահություն այս անարգվածից անարգանքից փառքի հա անարգանքից տկարությունից զորության սերմանվում է շնչավոր մարմին հարություն է առնում հոգևոր մարմին հալելույա եւ սա հռոմեացիս նաեւ 8:11-ում գրված է որ այն հոգին որ ձեր մեջ է պիտի կենթանացնի ձեր մարմիններն էլ երբ որ Տերը գա հալելույա փառք Հիսուսին ամեն ինչ անենք մենք Պողոսը ասում է ուրեմն 58 խոսքում սիրելի եղբայրներ հաստատ եղեք քույրեր նաև ես ասում եմ ձեզ սիրելի քույրեր երեխաներ բոլորը որ այստեղ ներկա են ուրեմն սիրելիներս հաստատ եղեք անշաշկացեք ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը գիտացեք որ ձեր աշխատանքը զուր չէ տերումը հալելույա իմացեք որ զուր չէ տերումը Աստված անիրավ չի
որ ձեր գործը մոռանա։ Ասեմ ձեզ սիրելիներ, ինչ որ աշխատես քո օգուտի համար, գնում է քո հաշվի համարին։ Ինչ որ անես հոգևոր բան, գնում է երկինք, գանձերը գնում է երկինք։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Հալելույա։ Թող փառաբանության խումբը գա, մի արագ երկունենք, ուրախ երկունենք, Աննա ջան։ Արեք։ Մինչև այդ ես էլ իմ ինչ որ բաներ ունեմ ասելու։ Սիրելիս, կա նաև վերստին ծնունդ, ամեն։ Եթե դու վերստին ծնված չես, նա դեռ հարություն չի առել քեզ համար։ Եվ Տիրոջ արյունը քո համար դեռ արդարություն չի։ Այսօր բայց այդ օրն է, ամեն, հալելույա։ Ինչու արդարություն չի, որովհետև Քրիստոսի հարությունը քո արդարության հիմքն է։ Որովհետև Հռոմեացիս 4:25-ում գրված է. Հիսուսը մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Ամեն։ Ինքը հարություն առել, որ ինձ եւ քեզ արդարացնի։ Եբրայեցիս 7:25 ասում է դրա համար նա կարող է ապրեցնել նրանց, ովքեր իրենով Աստծուն են գալիս, որովհետեւ ինքը միշտ կենթանի է նրանց բարեխոսելու համար։ Ով էր նա։ Նա մեր մեծ քահանայապետն էր, սիրելիներս։ Միշտ կենթանի է բարեխոսելու համար, սիրելիներս, հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք։ Այսօր մենք աղոթներ ենք բարձրացնելու, ամեն։